Արմավիրի մարզի այս բնակավայրը լավագույնս է խորհրդանշում հայի կամքն ու հիշողությունը։ Այն կոչվում է ապագա։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնում, Մեծամոր գետի աջ ափին։ Այն արագ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է, որտեղ ապրում են Սասունից գաղթած մեր հայրենակիցների սերունդները։ 1604 թվականին Շա Աբասը Արարատյան դաշտավայրից բռնի տեղահանեց ժողովրդին, մոտ 300,000 տեղափոխեց Պարսկաստան։ Նպատակ ունենալով Պարսկաստանում զարգացնել հայերի միջոցով արհեստը, առևտուրը, ինչու չէ նաև մշակույթը։ 1916 թվականին, երբ որ ռուսական բանակը մտնում է Բիթլիս, Սասունի լեռներում թաքստոցներից դուրս են գալիս մեր պապերը, սասունցիները, և ռուսական բանակի օգնությամբ անցնում են ճակատային գիծը և տարբեր ճանապարհներով գաղթում են Արևելյան Հայաստան։ Այս տարածքում հաստատվելուց հետո գյուղի բնակիչները նոր անուն են տալիս իրենց բնակավայրին։ Գյուղի դպրոցի տնօրեն, պատմաբան Մխիթար Մխիթարյանը մանրամասնում է, թե ինչու որոշվեց գյուղն անվանակոչել հենց ապագա։ Մինչև 1935 թվականը մեր պապերը հույս ունեին, որ կգա մի գեղեցիկ օր, իրենք պետք է վերադառնան Սասուն։ Դրա համար հենց բնակվեցին Արաքս գետի ափին մոտ, Մարգարայի կամուրջին մոտ, որ այդ օրը գար իրենք տեղափոխվեին Սասուն։ Հասկանալով, որ էլ հետ վերադառնալ չկա, ուրեմն մեր սերունդի, իրենց սերունդի ապագան պետք է ստեղծվի ապագայում։ Նոր անունը գյուղին նոր հույս տվեց։ Իրենց ապագան տեսնելով ու կառուցելով այստեղ սասունցիները մինչ օրս պահպանել են իրենց դարավոր ավանդույթներն ու սովորույթները։ Սասունը մեզ համար արդեն պատմական հայրենիքը համարվում, մեր պապերի ծննդավայրը, բայց դա չի նշանակում, որ մենք մեր մոռացել ենք Սասունը։ Ասում են, լավ է, եթե դուք չմոռանաք երգիր, թուրքը չի մարսի։ Այսինքն մեզնից շատ բան է կախված։ Եվ հիմա մենք չենք մոռանում, մեր հիշողության մեջ է մնացել Սասունը։ Բացակա պատմական հուշարձանների փոխարեն այսօր ապագա գյուղում ստեղծվել են մշակութային նոր կոթողներ, որոնք իրենց արժեքով մեծ նշանակություն ունեն համայնքի պատմության և ինքնության համար։ Դրանք նաև սերնդեսերունդ փոխանցվող հիշողության կենդանի խորհրդանիշներ են։ Ապագա մուտք գործելիս առաջինն ինչ տեսնում ենք Զորավար Անդրանիկի, Գևորգ Չաուշի և նրանց ֆիդայինների հուշակոթողն է։ Ճիշտ է, պաշտոնական բացումը տեղի չունեցել, սպասում ենք, որ Անդրանիկ Զորավարի 37 քաջերի հարտաքանդակները ավարտին հասնենք, նոր պաշտոնական բացում կլինի, բայց սա մեզ համար սրբություն է համարվում, տեսնում եք ֆիդայինները, Գևորգ Չաուշը և Անդրանիկի արձանը, ինչպես շատ գյուղեր, որտեղ որ սասունցիներ են ապրում, այնպես էլ մեր գյուղում պարտադիր պետք է ունենանք մենք մեր ֆիդայինների արձանները, հանձինս Գևորգ Չաուշի և Անդրանիկ Զորավարի։ Սասունցիներ որմնանկարն է, ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի նշանավոր գործերից մեկը։ Մեծադիր որմնանկարի կենտրոնում պատկերված է ազգային տարազով տիրամայրը, մանկանը գրկած, հրացանը կողքին, հպարտ ու վճռական։ Սասունցիները նրան Սոսե մայրիկ են ասում։ Նա ոչ միայն մայրության, այլև պայքարի, դիմադրության ու հայրենիքի հավատարմության խորհրդանիշն է։ Այստեղ է Զորավար Անդրանիկը։ Նկարի աջ մասում Գևորգ Չաուշի թաղման տեսարանն է, որտեղ նկարիչը նաև իրեն է պատկերել։ Որմնանկարի կենտրոնական հատվածում պատկերված է Սասնա Ծռեր էպոսից մի հատված։ Կեսդարյա պատմություն ունեցող այս որմնանկարը դարձել է սասունցիների խորհրդանիշը։ Որմնանկարն այսօր վերականգնման կարիք ունի։ Գյուղի բնակիչները դրամահավաք են կազմակերպել, որին կարող են մասնակցություն ունենալ բոլորը։ Ապագայում կրթական կյանքն ակտիվ է։ Ապագա գյուղի մանկապարտեզը գործում է դեռևս 1983 թվականից։ Այսօր այն շարունակում է համարվել գյուղի ամենակարևոր կրթամշակութային օջախներից մեկը։ Մանկապարտեզ այցելում է շուրջ 80 երեխա, մսուր, կրտսեր և տարատարիքային խմբերում։ Այստեղ երեխաները ոչ միայն նախադպրոցական կրթություն են ստանում, այլև մեծանում են սասունցու արժեքներով, ազգային երգով, պարով, ավանդական խաղերով ու հեքիաթներով։ Մանկապարտեզը համայնքի ինքնության պահպանման ու փոխանցման կարևոր օղակ է։ Այստեղ դրվում են սերնդի հայրենասիրության, ինքնաճանաչման և մշակութային հիշողության հիմքերը։
Ապագա գյուղում գործում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոց, որն արդեն 2 տարի է ինչ գործում է նոր կառուցված սպորտային կենտրոնում։ Այն տարիներ շարունակ եղել է ոչ միայն մարզական, այլև դաստիարակության, կարգապահության եւ նպատակասլացության կենտրոն։ Ըմբշամարտի դպրոցի սաները մասնակցել են բազմաթիվ հանրապետական եւ միջազգային մրցաշարերի, գրավելով առաջինից 3-րդ տեղերը։ Նրանցից ոմանք նույնիսկ հասել են օլիմպիական փուլերի, ներկայացնելով ոչ միայն գյուղը, այլև Հայաստանը։ Ըմբշամարտի նոր դպրոցը կառուցված է գյուղի միակ Հովսեփ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի կողքին։ Դպրոցը երիտասարդ սերնդի ակտիվ կյանքի կենտրոնն է։ Դասամիջոցներին բոլոր աշակերտները դպրոցի բակում են, խաղում են, շփվում եւ վերադառնում իրենց դասասենյակներ։ Հերթական դասամիջոցին էլ նշեցին Պարի միջազգային օրը, իսկ Պարը, ինչպես գիտենք, սասունցիների ոգին ու կամքն արտահայտող շարժումն է։ Ապագան կառուցվել է հիշողության ու հույսի վրա։ Սասունցիների ժառանգները այստեղ բերել են ոչ միայն լեզուն ու բարբառը, այլև համառությունը, աշխատասիրությունն ու արժանապատվությունը։ Գյուղի պատմությունը կրթության, մշակույթի, սպորտի ու ազգային ինքնության պահպանման մասին է։ Ապագան ապրում է դպրոցի յուրաքանչյուր դասարանում, մանկապարտեզի ժպիտով լի պատերին, մշակույթի տան որմնանկարներում, ֆիդայական կոթողների լռության մեջ եւ մարզադահլիճում մարզվող պատանիների կամքի մեջ։ Այստեղ ապրող ամեն սերնդի համար ապագան առջևում է։ Ապագան շարունակում է մնալ այն բնակավայրերից մեկը, որտեղ ուսուցիչը պահպանում է իր արժանի տեղը։ Այստեղ ուսուցիչը համարվում է հայրենանվեր գործ կատարող մարդ, ով ոչ միայն դաս է տալիս, այլև սերունդի ապագայի նկատմամբ սեր մեծանում։ Ուսուցիչը մեզ համար հայրենասեր, հայրենանվեր աշխատանք կատարող, հայրենիքի ապագայի նկատմամբ սեր ցանող անձնավորություն է համարվում։ Ապագա գյուղի դպրոցը հիմնադրվել է 1928 թվականին եւ երկար տարիներ եղել է համայնքի կրթական ու մշակութային կենտրոնը։ 1965 թվականին դպրոցի համար կառուցվել է նոր մասնաշենք, որը մինչ օրս ընդունում է սերունդներ ամուր կրթական հիմքերով։ Ներկայումս այստեղ սովորում է 270 աշակերտ, դասավանդում է 22 ուսուցիչ, որոնցից մեկն ունի տարակարգ, իսկ 8-ն արդեն անցել են կամավոր ատեստավորում։ Տասնամյակների ընթացքում դպրոցն ունեցել է ավելի քան 1000 շրջանավարտ։ Շատերն այսօր աշխատում են տարբեր ոլորտներում՝ գիտությունից մինչև սպորտ ու մշակույթ։ Դպրոցում մեծ տեղ է տրվում ոչ միայն կրթությանը, այլև ֆիզիկական դաստիարակությանը։ Աշակերտներն ակտիվորեն մասնակցում են ըմբշամարտի, մարմնամարզության, լողի եւ ծանրամարտի խմբակներին, հաջողություններ գրանցելով ինչպես մարզային, այնպես էլ ազգային մակարդակում։ Դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության լաբորատորիաներ, ինչը հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնառությունը դարձնել կիրառական եւ հետաքրքիր։ Գործում է նաեւ Արմատ ինժեներական լաբորատորիան, բացելով ժամանակակից տեխնոլոգիաների դռները նոր սերնդի համար։ Ուսուցչի մասնագիտության եւ նրա առաքելության մասին խոսենք ապակա գյուղի Հովսեփ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Վարդիթեր Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Խաչատրյան, դուք այժմին դասում եք, չէ՞։ Այո։ Ինչ թեմայով է լինելու այսօր դասը։ Հայաստանի Հանրապետության առաջին Հայաստանի Հանրապետության մշակույթը։ Մենք պետք է այսօր զարմացնենք աշակերտներին։ Փորձենք։ Կարելի է չէ՞ մասնակցել Իհարկե, դասին։ համեցեք։ Դպրոցը շատ կարևոր վայր է, քանի որ այստեղ են աշակերտները սովորում կարևոր արժեքներ, դառնում են լավ մարդ։ Դպրոցը ինձ համար մի վայր է, որտեղ որ հենց երեխան սկսում է ձևավորել իր աշխարհայացքը, ձևավորվել։ Դպրոցը մի վայր է, որտեղ երեխան գալիս է, ստանում է կրթություն, ձեռք է բերում նոր ընկերներ, հետագայում նաև կարող է մասնագիտանալ ինչ-որ առարկաների ու մասնագիտություն այդպես ընտրել։ Դպրոցը այդ վայրն է, որի շնորհիվ այդ ուսուցիչը իր գիտելիքները փոխանցում է երեխաներին, որ երեխաները գան դպրոց, ինչ-որ մի բան սովորեն, եւ որ վերջում մի կարևոր մարդ դառնան իր պետության համար։ Դպրոցը այն վայրն է, որտեղ դու հանդիպում ես քո ընկերներին, հանդիպում ես այն մարդկանց, ովքեր քո համար թանկ են, այսպես ասած, եւ դու այդտեղ շփվում ես մեկ ուրիշների հետ, գիտելիք ես ձեռք բերում։ Բարև ձեզ։ Նստեք։ Այսօր մենք հյուր ունենք Սուսինան,
որը եկել է մեզ հյուր, որպեսզի լսի մեր դասը։ Կարծում եմ հետաքրքիր կանցնի մեր դասը։ Ես էլ եմ կարծում եւ կզարմացնեք։ Այո։ Թե ես նստեմ։ Համեցեք։ Սիրելի աշակերտներ, անցած դասերին մենք ուսումնասիրեցինք Հայաստանի առաջին հանրապետությունը։ Երբ հիմնվեց առաջին հանրապետությունը։ 1918 թվականին։ Որ իրադարձությունները, կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, ապա Գևոր Մայիսյան հերոսամարտերից հետո։ Այո, ապրես, եւ մենք ստեղծեցինք դարեր շարունակ չունեցող պետականությունից հետո, մենք դժվար ժամանակներում ստեղծեցինք մեր անկախությունը, չէ, պետք է արժևորենք այդ անկախությունը, չէ։ Հիմա Հայաստանի որ հանրապետությունն է։ Ներկայումս, ապա այո, Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Այսօրվա մեր դասի նպատակն էր, որ մենք ձևավորեինք այսպիսի խմբեր եւ դուք կարողանայիք մեդիագրագիտության միջոցով, աշխարհացույց հարթակի միջոցով հավաքել տեղեկություններ այս ժամանակաշրջանի մասին, կրթության, գիտության, մշակույթի զարգացման մասին, չէ, եւ ներկայացնեիք մեզ խմբերով։ Ձեր մոտ պետք է զարգանար համագործակցությունը, ինքնուրույն մտածողությունը, վերլուծական մտածողությունը, քննադատական կամ քննական մտածողությունը։ Իսկ դասի վերջնարդյունքում մենք պետք է իմանանք, գիտելիքներ ունենանք այս ժամանակաշրջանի կրթական մշակութային անցուդարձի մասին, չէ, եւ վերջում կարողանանք վերլուծել Venn դիագրամով եւ դասը կավարտենք արդեն ամփոփումով, թե որն էր ամենակարևորը այս դասի եւ որն էր ամենահետաքրքիրը եւ որն էր գլխավոր գաղափարը։ Տիկին Խաչատրյան, ինչով է պայմանավորված ձեր մասնագիտության ընտրությունը, ինչու հենց պատմության ուսուցչուհի։ Փոքրուց սիրել եմ մանկավարժի գործը, իմ ուսուցիչներին եմ շատ սիրել, մեծ դեր խաղաց իմ ուսուցիչը Ընկեր Թադևոսյանը, որը փայլուն էր պատմում մեր պատմությունը, ակտիվ մասնակցում էի դպրոցական միջոցառումներին, ավելի շատ ինձ տեսնում էին բանասիրության մեջ, հետաքրքիր է քիմիա, պատմություն, բանասիրություն, բայց ի վերջո հաղթեց պատմությունը։ Հիմա սկսենք առաջին խմբից, ովքեր են գալու, համեցեք, ներկայացեք եւ նաեւ թեման ներկայացրեք, ինչ եք ներկայացնելու։ Ապա բարձր մի փոքր, հա։ Մենք խոսելու ենք Հայաստանի առաջին հանրապետության կրթության մասին, ինչպես նաեւ խոսելու ենք Մարտիրոս Սարյանի մասին։ Նախ որ Հայաստանի հանրապետության հռչակումը նորաբույն շրջանը հայության համար շատ կարևոր էր եւ այս շրջանում շատ կարևոր էին նաեւ կրթական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 1918-ից 1920-ական թվականներին։ Ուրեմն առաջինը դպրոցի կառավարման օրենքն է, ուրեմն 1918 թվականին ընդունվեց դպրոցի կառավարման օրենքը, ըստ որի դպրոցները մենաշնորհ չէին պետությանը եւ ըստ որի դպրոցները ավելի անկախ էին եւ ավելի հասարակական էին։ Լավ։ Ունեինք մենք այդ ժամանակ հատուկ շենքեր, դպրոցներ, կային ծանր ժամանակներ էին, ինչպիսի պայմաններում այդ մասնագետներ չունեինք, չէ, այդ շրջանում, այդ մասին կարող եք խոսել։ Այդ ժամանակ, ինչպես նշվեց, արդեն ծանր պատմական ժամանակաշրջան էր, որտեղ դպրոցներ չկային, մասնաշենքեր չկային, ինչպես նաև լավ կրթություն ստանալու համար անհրաժեշտ էին լավ մասնագետներ, եւ այդ ամենը ժամանակի ընթացքում է ձևավորվել։ Ահա։ Եվ ուրիշ, ասենք, ինչ աստիճանի դպրոցներ ստեղծվեցին քառամյա, չէ, սկզբնական շրջանում անգրագիտություն էր, չէ, ամբողջ Հայաստանով մեկ, եւ պետք էր այդ անգրագիտությունը վերացնել նախ եւ առաջ։ Այո, նաեւ փոքրամասնություններ, չէ, ազգային փոքրամասնությունները ընդհանրապես դպրոցներ չունեին եւ այդ բեռը իր վրա վերցրեց, չէ, մեր պետությունը կարևոր էր, չէ, շատ կարևոր էր դպրոցներ ունենալը, ուրիշ
Սկզբնական շրջանում ստեղծվեցին տարրական եւ միջնակարգ դպրոցներ, որոնք ոչ միայն հայ երեխաների համար են, այլ նաեւ ազգային փոքրամասնությունների, որը եւս շատ կարեւոր էր։ Ձևավորվեցին նաեւ տարբեր ծրագրեր, այսինքն կրոնական առարկաները դուրս եկան առաջնային պլանից եւ նաեւ ընտրվեցին առաջնային առարկաներ, օրինակ հայոց լեզուն, հայոց պատմությունը, հետո արդեն բնագիտական եւ մաթեմատիկական առարկաները, իսկ արդեն վերջին պլանում են արվեստը, երաժշտությունը, կերպարվեստը եւ այլն։ Բացի դրանից նաև մտցվել էին օգտակար գիտություններ, որոնց մեջ մտնում էին մեղվաբուծությունը, դարբնությունը եւ այլն, նման տարբեր արհեստին եւ արվեստին վերաբերվող գիտություններ, որոնք որ կօգնեն արդեն երեխաներին, եթե շատ այդ կողմով չէին կարողանում գնալ, օրինակ հայոց լեզու թվաբանություն կարողանան արհեստի շարունակել։ Տեսեք, դժվարին ժամանակներ էին։ Ամբողջ հանրապետությունով անգամ սովեր, չէ, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությանն էինք դիմել, խոլերա էր, տիֆ էր տարածված ամբողջ հանրապետությունով մեկ դժվար ժամանակներ էին, բայց տեսնում եք մեր պետական այրերը մտածում էին, որ առաջինը մեզ համար այդ սոցիալ-տնտեսական իրավիճակից ամենաառաջինը պետք է մենք հիմք դնեինք կարևոր կրթությանը, այդպես չի, այնպես որ մեր առաջին հանրապետության առաջնային խնդիրներից մեկը լավ դպրոց, հետո տեսնում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններ ստեղծելն էր, որպեսզի մասնագետներ մենք ունենայինք, չէ՞, լավ։ Ուսանողական տարիներից խոսենք, ինչպես են անցել այդ տարիները, ինչ հիշարժան պատմություններ ունեք, որոնք մինչև այսօր ձեր մտքում են։ Դժվարին ժամանակներ էին, ես ընդունվել եմ 1989 թվականին պատմության եւ մանկավարժության բաժինը։ Սկզբնական շրջանում 88 թվականից պատկերացնում եք արդեն Արցախյան շարժումն էր, ցույցեր, մասնակցում էինք այդ ցույցերին, հետո դասադուլներ էր, հետո արդեն ծանր վիճակ էր, տրանսպորտ չկար, բայց մենք նորից համախմբված, նորից դասերը ցուրտ վիճակում նորից անցկացնում էինք։ Հետաքրքիր էին մեր դասերը, շատ լավ կուրս ունեինք, 25 հոգուց բաղկացած, բոլորն էլ շատ գիտակ էին, նրանցից մի մասը հիմա տնօրեններ են աշխատում, երբ որ Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց, հռչակվեց, այստեղ էր Մարտիրոս Սարյանը։ Ոչ, ինքը դրսից եկավ, այո, որովհետև ինքը կարծում էր, որ հայը չի կարող լինել դրսում, երբ որ ինքը արդեն ունի անկախություն։ Դա կարևոր էր, չէ՞ շատ։ Լավ, ուրիշ շարունակելու եք, ուրիշ բան ունենք ասելու Մարտիրոս Սարյանի մասին։ Որ 1915 թվականին, երբ այստեղ երկում ծանր իրավիճակ էր, եղերներ եւ այստեղ հայ մտավորականությունը համախմբվել էր եւ Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Թումանյանի եւ մի շարք այլ մտավորականների հետ եկան աջակցելու հենց այստեղից ներգաղթյալներին, գաղթողներին եւ որբեր։ Այսինքն իրենք անտարբեր չէին հայոց ցավի հետ, իրենք լինելով մտավորական չէին կարող հանգիստ նստել, ապրել դրսում։ Այո։ Սարյանի ժանրը, որ Սարյանը ստեղծագործել էր տարբեր ժանրերով, իր այդ նկարները, հա, հիմնականում նատյուրմորտներ ուներ տարբեր գեղանկարչական պատկերներ, ինչպես նաև պանոներ եւ այլն։ Ուրեմն Սարյանի նկարների ոճը յուրահատուկ է հայ կերպարվեստում, նա կերպարվեստ մտնելով մի կողմ դրեց ավանդական ոճը եւ ստեղծեց իրը նորը, որը ներկայումս անվանում են սարյանական ոճ։ Այո։ Գույները, չէ, Սարյանի գույները։ Եղել եք պատկերասրահում, ազգային պատկերասրահում եղել եք, ահա, այնտեղ տեսել եք Սարյանի նկարներից, հա, հա։ Տեսել ես, եղել ես, տեսել ես, այ Արցախից ես, չէ, դու եկել Արմեն ջան, այնտեղ կրթությունը ինչ մակարդակի էր։ Կրթությունը այնտեղ բարձր էր, այո, ավելի բան էին, կարգ ու կանոն կար, տարբերությունը դու զգում ես Հայաստանի դպրոցների եւ Արցախի, հենց այդ առումով ավելի խիստ էր, ճիշտ էր դա, ինչ ես կարծում, Նաև ճիշտ թե այստեղ որ ասում ենք լավ, քո կարծիքը, ոչինչ, ավելի լավ է խիստ, բայց այստեղ էլ թույլ չի, չէ, ոնց որ։ Պատմությունը դա այն է, որ յուրաքանչյուր հայ պետք է ինքը կրի այդ գենը, ինքը պիտի հասկանա, որ ինքը հայ է, ինքը պարտավորվածություն ունի հայ լինելու, հայ
Հայաստանի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու եւ պետք է իր գործը անի։ Այդ հայրենասիրությունը չպետք է լինի, պետք է լինի հայրենատեր։ Իսկ դա պետք է այդ դասարանում կազմակերպված միջոցառումների ընթացքում, որ ես իդեպ շատ եմ կազմակերպել, էքսկուրսիաների, հայրենաճանաչության, դրանք ձևավորում են։ Միանգամից դասարանում այդպիսի մարդ չես կարող ձևավորել, անգամ դասամիջոցին։ Ուրեմն 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից հետո, հռչակումից հետո, երբ որ երկրի հոգևոր եւ կրթական կյանքը պետությունը վերցրեց իր ձեռքը եւ հանրակրթության զարգացմանը զուգընթաց պետք է նաեւ նոր մանկավարժական կադրեր եւ դրանից հետո 1919 թվականին այդ նպատակով ստեղծվեցին տարբեր այդպիսի հաստատություններ եւ ավելացավ մանկավարժների թիվը։ Այո։ Դպրոցներին մանկավարժներ էին հարկավոր։ Երկրում առանձնապես շատ սուր էր զգացվում բժիշկների, գյուղատնտեսների, ճարտարագետների կարիքը եւ այդ ամենը այդ հարցերը լուծելու համար փորձում էին որոշակի նախաձեռնություններ կազմակերպել եւ հենց այդ առաջի հարցը, որ բարձրաձայնում են Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը եւ այլոք։ Ընդհանրապես դեռևս 19-րդ դարում 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Գևորգ Մելիք Ղարագոզյանին ներկայացրած օրինագիծը հիմնել Երևանում համալսարան, պատմալեզվաբանական, բժշկական, տնտեսաիրավաբանական, ֆիզիկա-մաթեմատիկական եւ տարբեր այլ բաժիններով, ֆակուլտետներով։ 1919 թվականի հունիսի 5-ին ՀՀ նախարարների խորհուրդ են կազմակերպում օրենք Երևանի համալսարանի մասին եւ արդեն հուլիսի 8-ի նախարարների խորհրդի որոշմամբ համալսարանի տեսուչը նշանակվում է իրավաբան եւ պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը։ Եվ աստիճանաբար համալրվելով եւ բարձր որակավորում ստացող գիտական կազմի շնորհիվ նրանք կարողացան շատ կարևոր գիտական տարբեր ոլորտներ ուսումնասիրել եւ Երևանի պետական համալսարանը ֆակուլտետները սկսեց դրանց ֆակուլտետները սկսեցին բաժանվել տարբեր տեսակի ինստիտուտների, պոլիտեխնիկական, մանկավարժական, բժշկական եւ այո, բաժանվեց արդեն ճյուղավորվեց։ 24 ֆակուլտետներ, 7 գիտական կենտրոններ, լաբորատորիաներ եւ իհարկե 10 ուսումնական կենտրոններ։ Իսկ մանկավարժների համար, չէ, որ մանկավարժ, որ ասենք որակավորումը ստանային, հիմնվեց մանկավարժական ինստիտուտը, չէ, Աբովյանի անվան։ Աբովյանի այդ 7 տարին լրանալուն պես հայրը որդուն որոշում է գնել այդ մի այբենարան, հետո 1876 թվականին այդ մանուկը Աբովյանը ընդունվում է այդ Էջմիածնիկ Գևորգյան ջեմարան 1893 թվականից 1898 թվականներին սովորում է Յեննայի, Լայպցիգի, Բերլինի եւ Փարիզի համալսարաններում 1979 թվականին Յեննայի համալսարանը ավարտելուց հետո ստանում է փիլիսոփայական գիտությունների այդ դետեկտորի աստիճան։ Դոկտորի։ Դոկտորի։ Նա ուներ շուրջ 200 աշխատություն, որտեղ անդրադառնում էր ոչ միայն արևելահայերենի, այլև միջին հայերենի եւ գրաբարի։ Նա գրաբարը ուսումնասիրել է եւ կազմել է գրաբարի քերականությունը քանոր մի հատորով։ Հաջորդը միջին հայերենով նա ուսումնասիրել է շատ լավ գրիգոր նարեկացուն եւ շարականներ է գրել ուղղված գրիգոր նարեկացուն։ Ինչ մեթոդներ եք կիրառում, ինչպես եք կարողանում երեխաներին սովորեցնել ու նաև սովորեցնել սիրել պատմությունը։ Համեմատությունների, վերլուծությունների անպայման դասը պատմելուց պետք է վերադառնանք մեր օրեր, համեմատենք, վերլուծենք, եզրեր գտնենք, դու ինչպես կմտածեիր, եթե նախկինում մենք միայն պատմել ենք պատմությունը, հիմա այլ է մեր վերաբերմունքը եւ նաեւ մեր պահանջները։ Հիմա աշակերտը ինքը պետք է մտածի, ինքը վերլուծի, ինքը եզրեր գտնի, թեկուզ ինչ որ մի թագավորի դերում
դա ասենք ինչ որ բան է կատարել, արշավանք է կատարել, բարեփոխում է կատարել, ինչու է կատարել, կամ դու ինչ կանեիր, դու ինչ կավելացնեիր, ասենք վերլուծելու երեխաների այս մտավոր վերլուծական կարողությունները պետք է զարգացնել, որպեսզի պատրաստ լինեն այսօրվա մեր մարտահրավերներին, որտեղ իրենք պետք է ոչ թե կրկնեն, այլ իրենք պետք է մտածեն։ Թամանյանի նախագծերը նա ստեղծել է օպերայի թատրոնը, հետո ազգային գրադարանը, հետո կառավարական տունը եւ հետո աստղադիտարանը։ Պետական խորհրդանիշների ստեղծումը 1918 թվականին մշակված եւ 1920 թվականին հաստատված խորհրդանիշների հեղինակն է եղել։ Նաեւ խոսում ենք թղթադրամների մասին, որը եւս ստեղծվել է, բայց իշխանությունները թույլ չեն տվել, որ այն հրատարակվի եւ շրջանառվի։ Շնորհակալություն խմբերին իրենց աշխատանքի համար։ Հիմա մենք պետք է կատարենք հետազոտական եւ վերլուծական աշխատանք։ Այստեղ տեսնում եք Վենի դիագրամ, մի մասում 1918-1920 թվականների կրթությունն է, մյուս մասում ներկայիս 2025 թվականը։ Մենք պետք է այստեղ լրացնենք, թե ինչ մարտահրավերներ էին այդ ժամանակ, ինչ կրթական ինչ աստիճաններով կրթությունը ձևավորվեց եւ ներկայումս, իսկ մեջտեղում մենք պետք է ներկայացնենք ինչ նմանություններ կան անցյալ եւ ներկա կրթական համակարգերի միջև։ Կրթությունը դա մի կարևոր գործոն է, էլի մարդկային արժեքների ձևավորման համար շատ կարևոր է, հետագայում այն օգնում է պետության զարգացման համար, եթե լավ կրթություն ունես, լավ մասնակից կդառնաս ու պետության համար լավ մարդ կլինես։ Ամենակարևոր բաներից մեկն է կյանքում, քանի որ դրանով է մարդը կարողանում լավ մարդ դառնալ։ Առանց կրթության մարդը ոչինչ չի կարող, ոչ միտեղ չի կարող աշխատել, ոչ մի բան չի կարող անի, առանց կրթության հիմա աշխարհ չկա, ասած ասեմ։ Կրթությունը այն է, որ քեզ ամբողջ կյանքում պետք է գալու, որովհետև չես կարող իմանալ, թե ամեն պահի հետ ինչ կարող է լինել, որտեղ կհայտնվես եւ ինչպիսի դեպքեր կլինի եւ կրթությունը քեզ միշտ պետք է գա։ Առանց կրթվելու մարդ չի կարող ինչ-որ բնագավառում ունենա առաջ գնալ, այսինքն ցանկացած դեպքում կրթվելը եւ հատկապես ինքնակրթվելը շատ կարեւոր է։ Ամեն մեկս ասում է այս մեր թեմայի կրթության, մշակույթի թեմայի գլխավոր գաղափարը ամենահետաքրքիրը ձեզ համար որն է եւ ամենակարևորը նյութի թեմայից մտածում եք, ամեն մեկից մեկը նշում ենք եւ ավարտում ենք մեր դասը։ Տիկին Խաչատյան, մինչև երեխաները կմտածեն, մի երկու հարց էլ ես ունեմ ձեզ տալու, եթե կարելի է։ Դասը շատ հետաքրքիր էր, շատ բաներ նորից վերհիշեցի, այս մեթոդը որ կիրառեցիք, երբ որ դուք եք հանձնարարում, այո, իսկ երեխաները դասը պատրաստում են եւ ձեզ են ներկայացնում, դա ինչպես է օգնում թեման ավելի լավ ընկալելու։ Ինքնուրույնություն է ձևավորում, իրենք համացանցից տեղեկությունները վերցնում են, իրար հետ են աշխատում, դա նպաստում է իրենց, ասենք, ինքնուրույնության, մտածողության, ասենք, ինչի՞ չէ, նաև ստեղծագործական մտքի զարգացմանը։ Շնորհակալ եմ ձեզ եւ նաեւ ձեզ հետաքրքիր դասի համար։ Չեմ խանգարում, կարող եք արդեն հարցերը տալ երեխաներին։ Ուսուցիչը այն մարդն է, ով ձևավորում է աշակերտին որպես լավ քաղաքացի, լավ մարդ եւ իր հետագայի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Ուսուցիչը այն մարդն է, ով երեխայի մոտ ձևավորում է մարդկային արժեքներ։ Ինչ խնդիրել ունենամ, միշտ կլինի իմ կողքին եւ եթե ունենամ օգնության կարիք, անպայման կօգնի ինձ։ Ուսուցիչը մարդ է, որ իր գիտելիքները փորձում է փոխանցի աշակերտին իր դասի շնորհիվ, որ աշակերտը ինչ որ գիտելիքներ իր հետ տանի տուն, ինչ որ մի բան սովորի, որ կյանքում կարող այդ գիտելիքները իրեն պետք է։ Ուսուցիչը իմ համար այն մարդն է, որ քեզ ամեն պահի կարող է օգնել, որպեսզի դու կարողանաս ինչ-որ մի բան սովորել։ Այսօրվա ուսուցիչ ինչպիսին պետք է լինի։ Ուժեղ, նվիրված, որ միշտ ուսուցիչը հենց նվիրվածություն է նշանակում, պետք է լինի համբերատար, զարգացած, գիտեք ինչի համար, ինքը պետք է զարմացնի, եթե հիմա մենք ունենք արհեստական բանականություն եւ երեխաները դրանով կարողանում են հեշտությամբ չէ իրենց ինֆորմացիան ստանալ, ուսուցիչը պետք է լինի ստեղծարար, որ փաստերը կարող է տալ
արհեստական բանականությունը, բայց զգացմունքայինությունը, մտածելու կարողությունը, ստեղծելու նորը ինքը չի կարող։ Այդ դա պետք է ուսուցիչը եւ ինքը ստեղծագործի եւ իր աշակերտներին սովորեցնի ստեղծագործել։ Դրանով մենք միայն կարող ենք զարմացնել եւ հաղթել նաեւ արհեստական բանականությունը եւ իրար հետ համագործակցել, ինչու՞ չէ։ Հիրավի, ամենակարևոր մարդը դպրոցում ամենակենդանի օրինակ աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է։ Մեր հաջորդ հանդիպումը գուցե լինի հենց ձեր դպրոցում։ Կհանդիպենք։